Հայ ժողովուրդը հերթական անգամ պատրաստվում է բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք։ Դարձյալ հիշելու այն, ինչն այլևս Հայաստանի ներկա իշխանությունը պահանջում է չդատապարտել։ Նիկոլ Փաշինյանին թվում է հնարավոր է, ես էլ չգիտեմ, որ եթե Հայաստանը չի խոսում, աշխարհը չի խոսելու, այդպես չէ։ Եվ մյուս կողմից ես կարծում եմ, որ նույնիսկ այն, որ ինքը այսպես քաղաքական հայտարարություններով փորձում է այդ էջի նկատմամբ հայոց հանդուրժողականություն առաջացնել, ես կարծում եմ ինքը դրանով ավելի անհանդուրժողականություն է մեծացնում։ Իշխանության փորձերը մեղմել կամ փակել ցեղասպանության թեման հանուն քաղաքական հաշվարկների իրականում հակառակ ազդեցությունն են ունենում։ Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում պաշտոնական Երևանի դիրքորոշման կտրուկ տատանումների։ Եթե տարիներ առաջ շեշտադրվում էր թուրքական կողմի պատասխանատվությունը, առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, հիշում ենք եւ պահանջում։ Ապա այսօր ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս պետական թիվ 1 առաջնահերթությունը չէ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Արցախի բնակչության բռնի տեղահանումը բացարձակ մտնում է նույն Լեմկենյան ցեղասպանության իրավական փաստաթղթի, ՄԱԿ-ի փաստաթղթի շրջանակներում հայրենազրկումը մաքուր, գիտեք, հայրենազրկումը դա նախ եւ առաջ հենց մարդկանց խմբային կեցության մշակութային եւ պատմական ժառանգությունից զրկելն է։ Եվ դա մաքուր ցեղասպանական գործողություն է։ Ըստ մասնագետի ցեղասպանությունը պատմական քարացած փաստ չէ, այլ շարունակվող գործընթաց, որի վկայությունը մերօրյա իրադարձություններն են, Արցախից մինչև Գազա եւ Սինջար։ Ազգագրագետի համոզմամբ, քանի դեռ հարցը չունի իրավական լուծում, այն չի կարող համարվել ավարտված։ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել ըստ էության։ Իշխանությունները կարող են փոխել քաղաքական տեքստերը, բայց ժողովրդի հավաքական հիշողությունը եւ ապրելու իրավունքի պայքարը մնում են անփոփոխ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։